Պարոն Հոսեյնի երեք հայտարարություն տարածվեց և Ռոսելխոզնadzորը հայտնեց, որ Իրանից ծաղիկների ներմուծումը Ռուսաստան կարգելվի, որովհետև դրանք շատ նման են հայկական ծաղիկներին։ Ինչ եք կարծում, ինչն է այս քաղաքականության հիմքը։ Կարող է կարծած գալ, որ Իրանի տարածքում Հայաստանը օգտագործում է այդ արգելքները շրջանցի և հայկական ծաղիկները Իրանից որպես ներկայացնում է իրանական ծաղիկ և իրանական փաստաթուղթներով արտահանում է Ռուսաստան։ Երևի նման կասկածներ կան, բայց նման փաստ ես ծանոթ չեմ եղել։ Իրանը ունի իր ծաղիկների արտադրությունը և եթե նման բան էլ եղել է, ապացուցելը դա դժվար է։ Ամեն դեպքում մի երկրի ամբողջ արտադրանքը արգելել ինչ-որ կասկածների կամ ինչ-որ հիմք չեն ներկայացել առանց հիմքի ներկայացնելու, այդպես իրավացի չի։ Պարոն Հոսեյնի, իսկ ինչ եք կարծում, այդ քաղաքականությունը ուղղված է հենց Իրանի դեմ, թե փորձում են Հայաստանին որևէ ձևով ճնշել նորից։ Դե կասկածներ երևի իրենց մոտ կա, որ արգելված ապրանքները կարող են իրանական ապրանքների տակ Հայաստանը վաճառի Ռուսաստանի շուկայում, դրա համար է և շրջանցի այդ արգելանքները, դրա համար է քաղաքականությունը հետապնդվում։ Իրանի դեմ չէ նմանատիպ մի քանի անգամ եղել է, որ իրանական ապրանքները արգելանքներ են ունեցել և դա ինչ-որ սնունդի դեմ ցույցությունի և առողջապահական խնդիրներ են եղել։ Նմանատիպ փորձ եղել է նախկին, բայց ծաղիկների մակարդակով չէ։ Լոլիկն է եղել Իրանում, Իրանի լոլիկն է արգելվել և գույնավոր բիբար է մի քանի անգամ։ Նմանատիպ փորձեր եղել են, բայց ժամանակավոր են եղել և հետո այդ հարցերը լուծվել է։ Պարոն Հոսեյնի, և վերջին հարցը, ինչպես եք կարծում այս գործելավոճը ինչպես կանդրադառնա հետագայում ռուս-իրանական հարաբերությունների վրա։ Դե մեծ մասշտաբով չի կարող այդքան ազդեցություն ունենա, ինչպես ասեցի, էլի ապրանքատեսակներ եկել են, որ Ռուսաստանը իրանականի վրա արգելանք է դրել, զուտ տնտեսական է եղել և քաղաքական բնույթ չի կերել, բայց եթե հաստատվի, որ ինչ-որ այդ ամեն ինչի հետևում ինչ-որ քաղաքական նպատակներ լինեն, իհարկե Իրանն էլ կարձագանքի, բայց այս փուլում, այս պահին զուտ տնտեսական և տնտեսական բնույթ է կերում։